Ես եմ շնորհակալ։ Ես նիստը վարող իրավունքով արտահերթ հարց կտամ։ Տիկին Մանուկյան, դուք շատ եք խոսում, որ բազմաթիվ ընկերություններ եք ղեկավարել, մեծ կոլեկտիվներ եք ղեկավարել, հարցս դրանցից մեկին է վերաբերելու, մասնավորապես Tandem Payments ՍՊ-ին, որտեղ դուք ըստ երևույթին աշխատել եք որպես հաշվապահ կամ ֆինանսական տնօրեն, կներեք, եթե սխալվում եմ կամ երկուսից որ մեկն է, դուք ինքներդ նշեք, հետքը մի այսպիսի հետաքրքիր հոդված ունի։ Tandem Payments, խոշոր յուրացում եւ բազմաթիվ դատական գործեր։ Հոդվածում մասնավորապես նկարագրվում է, որ ընկերությունը վարկեր է վերցրել, վարկային միջոցներ է ներգրավել տարբեր բանկերից, հետո այդ գումարները ինչ-որ մի կերպ, եթե չեմ սխալվում, գուցե ինչ-որ մի բան մի քիչ այս կողմ են կողմ ասեմ, այդ միջոցները ընկերության տնօրենի միջոցով կանխիկացվել են կամ փոխանցվել են նրա հաշվին, հետո ինչ-որ պահի այդ ընկերության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, քանի որ նա անհետացել է դատական գործի շրջանակներում, կենտրոնական բանկը լիցենզիայից զրկել է Tandem Payments ՍՊ-ին, որի ֆինանսական տնօրենը կամ հաշվապահն եք եղել դուք։ Նաև նշեցիք, որ ընկերություններ եք ղեկավարել եւ շատ լավ տիրապետում եք, թե երբ է մարդը ձեզ մանիպուլացնում կամ ինչ-որ մի բան։ Ուզում եմ հասկանամ, դուք այդ պատմության հետ ինչ կապ եք ունեցել, դա առհասարակ ինչ պատմություն է եղել, եթե դուք այդ պատմությանը տեղյակ չեք եղել լինելով հաշվապահ կամ ֆինանսական տնօրեն, դա ուրիշ հարց է, եթե տեղյակ եք եղել, ուրիշ հարց է, մի հատ խնդրում եմ ընդհանուր լուսաբանեք ու պարզաբանեք այս պատմությունը։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Ալեքսանյան, Tandem Payments-ը վճարահաշվարկային կազմակերպություն էր, կենտրոնական բանկի լիցենզիայով գործող, ովքեր մի քիչ տարիքով ավելի մեծ են, կարմիր վճարահաշվարկային տերմինալներն էին, որոնք տեղադրված էին պետական մարմիններում, անձնագրայիններում, կադաստրում եւ այլ տեղերում հիմնականում հավաքագրվում էին այդ վճարները։ Այո, ընկերությունը ուներ տրամադրված փոխառություններ, որը այդ ժամանակ գործող օրենսդրությամբ արգելված չէր։ Հետո ինչ-որ պահի կենտրոնական բանկը փոխեց նորմատիվ, որ տրամադրված փոխառությունները սկսեցին նորմատիվային կապիտալից նվազեցվել եւ այդ կազմակերպության, ովքեր գիտեն ինչ տրամաբանությամբ են կազմվում կապիտալի նորմատիվային հաշվետվությունները, ունեցավ նորմատիվի խախտում, բացի դա կար երկու բաժնետեր մարդկանց միջև դատական հայց, որի արդյունքում ընկերության ակտիվների վրա դրվեց կալանք, իսկ վճարահաշվարկային կազմակերպությունը, որը տերմինալներով հավաքագրում է ըստ էության ուրիշի գումարը եւ պետք է ինքը ընդամենը միջնորդ է, պետք է փոխանցի շահառուներին, այդ դրված կալանքի արդյունքում չկարողացավ կատարել իր պարտավորությունները, ինձ թվում է գնահատական այդտեղ պետք է տալ, ինչքանով էր ճիշտ վճարահաշվարկային կազմակերպության տերմինալների վրա կալանք դնել։ Արդյունքում գնաց սնանկացում, կար քրեական գործ, որով անցնում էր տնօրենը, ինչպես տեսնում եք, ես այդ գործում չեմ ոչ մի կերպ ներգրավված եղել, որպես հաշվապահ, որպես այդ գործող գլխավոր հաշվապահ կենտրոնական բանկի լիցենզիայով իմ պարտականությունները կատարել եմ պատշաճ, օրենքին համապատասխան եւ դրանից հետո էլ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվել եմ այլ ֆինանսական կազմակերպությունների գլխավոր հաշվապահի պաշտոնում աշխատելու համար, այնպես որ առնվազն ռեգուլյատորը խնդիր կտեսներ, եթե իմ գործողություններում ինչ որ ոչ իրավաչափ բան լիներ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Տիկին Մանուկյան, անկեղծ ասած, որ գործով չեք անցել, դա ինձ առանձնապես վստահություն չի ներշնչում, ոչ միայն ձեր մասով, այլ առհասարակ այդ թվականների Սերժ Սարգսյանի ծաղկուն տարիների դատական եւ իրավապահ համակարգը ինձ վստահություն չի ներշնչում, կներեք, այնպես որ այդ գործով չանցնելը որպես արգումենտ մի բերեք, խնդրում, ես կխնդրեմ մեր գործընկերները մի հատ ուսումնասիրեն այս պատմությունը, հատկապես մասնագետ, թող հասկանան ինչի մասին է խոսքը, բայց մինչև այդ նաև ձեր խոսքում ասեցիք, որ թոշակները չէին բարձրացվում եւ բարձրացվեցին միայն նախընտրական եւ տպավորություն էր, որ բարձրացվեցին միայն նախընտրական շրջանում, որպեսզի դա ունենա իր էֆեկտը։ Տիկին Մանուկյան, դուք հավակնում եք ղեկավարել ֆինանսա-բյուջետային հանձնաժողով։ Ասեք 2018 թվականից ի վեր քանի անգամ է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բարձրացրել թոշակները
եւ որքան թոշակ էր ձեր իշխանությունը որպես 2018 թվականին թողել ձեր ասելով Սերժ Սարգսյանի իշխանությունը թողել 2018 թվականին։ Պարոն Ալեքսանյան, ներողություն եմ խնդրում, քանի որ այդ ծրագրի շահառու չեմ, չգիտեմ քանի անգամ են թոշակները բարձրացվել։ Էլի գործընկերներ, մի արձագանքեք դեռ։ Ինչ վերաբերում է մեր իշխանություն, ես ինչ-որ ժամանակ իշխանության եմ եղել, չգիտեի։ Ես իշխանության չեմ եղել եւ որևէ ոչ էլ մեր խմբակցությունը, չգիտեմ, ինչ եք ակնկալում ինձանից լսել, հարցը չեմ հասկանում։ Ափսոս, Տարոն Չախոյան։ Տիկին Մանուկյան, քիչ առաջ դուք եւ ձեր գործընկերները 2026 թվականի թոշակների բարձրացումը որակեցիք որպես ընտրակաշարք։ Իգիտություն ձեզ, ասեմ, որ 2018 թվականին, երբ նվազագույն կենսաթոշակը ընդամենը 16000 դրամ էր, այսօր հասել է 57000 դրամի։ Ձեր Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։ Միայն վերջի 4 տարիների ընթացքում 4 անգամ վերանայվել է կենսաթոշակները, 23 թվականին 36000 դրամ է դարել նվազագույն կենսաթոշակը, 24 թվականին ներդրվել է քեշբեքի համակարգը, 25 թվականին այդ համակարգը երկարաձգվել է եւ 26 թվականին դարել է նվազագույն կենսաթոշակը 46000 դրամ, պլյուս քեշբեկը մոտ 57000 դրամ։ Սա իգիտություն եւ կխնդրեմ պատասխանել, արդյոք այս ամենից հետո նաև հաշվի առնելով, որ 2018-ից մինչ օրս թոշակները 7 անգամ վերանայվել են, դուք էլի համարում եք, որ թոշակների բարձրացումը դա ընտրակաշարք է։ Եվ երկրորդ հարցը, տեսեք ինչ է ստացվում։ Միջազգային հայտնի գործակալությունները, չգիտեմ, տեղյակ եք, ծանոթ եք թե չէ, Fitch, Moody's, Հայաստանի վարկունակությունը գնահատում են կայուն եւ դրական հեռանկարով։ Այսինքն Հայաստանը համարում են մի պետություն, որը կարող է վարկ վերցնել, կայուն հեռանկարով եւ մարել այդ վարկը։ Ասեմ ավելին, քիչ առաջ թարմ տվյալներ ստացա, որ 26 թվականի երկրորդ եռամսյակում տնտեսությունը Հայաստանի շարունակում է աճել եւ երկրորդ եռամսյակի հնան ի տարբերություն նախորդ տարվա երկրորդ եռամսյակի աճել է 6.7%-ով։ Հիմա այս ամեն ինչի զուգահեռ ձեր գործընկերները փորձում են հասարակությանը, հանրությանը սարսափեցնել, վախեցնել ինչ-որ սնանկությունով ու Լիբանանի օրինակով, որքան եք ողջամիտ համարում դա։ Պարոն Չախոյան, հարցերն այնքան շատ էին, փորձեմ հիշել։ Սկսենք նրանից, որ մենք իշխանության չենք եղել, Սերժ Սարգսյանը մերը չէ։ Բացի այդ, եթե դուք ձեր նախընտրական ծրագրերը իրականացրել եք եւ թոշակներ եք բարձրացրել, դուք ինչ եք սպասում, որ մենք ձեզ գովենք, բայց ինչ պիտի անեիք։ Երբ որ բյուջեն հաստատվում է ու կենսաթոշակի բարձրացման տող չի լինում, որը էական ծախսային հոդված է, ու հետո այդ տողը ավելանում է ընտրություններից անմիջապես առաջ, ինչ պիտի ասենք։ Չեմ հասկանում, ինչ վերաբերում է Fitch-ին, Moody's-ին իհարկե գիտեմ, տարիներ շարունակ Տաշիր ընկերությունների խմբի հայաստանյան ամենախոշոր ակտիվը շատ ավելի բարձր վարկանիշ է ունեցել, քան Հայաստանի Հանրապետությունը, եւ այն տնտեսական աճը, որով այդքան պարծենում եք, պայմանավորված է արտաքին գործոնով։ Երբ այդ արտաքին գործոնը ել չլինի, մենք մի հատ կհասկանանք այդ տնտեսական աճը ինչի վրա էր կանգնած։ Շնորհակալ եմ։ Արձագանք Տիկին Մանուկյան, դուք դիրքավորվել եք որպես ծայրահեղ ընդդիմություն, որդեգրել եք մի քաղաքականություն, երբ ամեն անգամ փորձում եք բերել, նկարագրել, ստեղծել մի ծայրահեղ իրավիճակ, սարսափեցնել հանրությանը, որ այ տեսեք, ես ինչ սարսափելի տեսարանն է սպասում ձեզ, բայց մենք գալիս ենք ձեզ փրկելու, նույնն էլ էս ամեն ինչն է, այդ սնանկության մասին օրակարգը ամբողջությամբ կեղծ է, իրականության հետ կապ չունի, իսկ ինչ վերաբերում է թոշակները բարձրացնելուն, մենք թոշակները մեր նախընտրական ծրագրով բարձրացրել ենք եւ այո շարունակելու ենք բարձրացնել, մենք ձեզ ասում ենք, որ չասեք դա ընտրակաշարք է, չենք ասում շնորհակալություն հայտնեք մեզ, մենք ասում ենք մի որակեք դա ընտրակաշարք, որովհետեւ դա չի կարող լինել ընտրակաշարք։ Եվ
մի փոքրիկ նկատառում էլ, ինչպես եք վերաբերվում նրան, խնդրում եմ մի քանի վայրկյան ավելացրեք, ինչպես եք վերաբերվում նրան, որ քիչ առաջ ասեցիք, որ դպրոցների երկարաժամկետ շինարարությունը, երբ շինարարությունը երկարում է, դա ունի իր վնասակար էֆեկտները հասարակության վրա, տնտեսական էֆեկտ է թողում, այս կողմում։ Ինչպես եք վերաբերվում նրան, որ ձեր առաջնորդը կամ նրա ընկերությունը 14-ից 15 տարի միայն մի հատ կրկեսի շենք էր կառուցում։ Շնորհակալ եմ։ Հարգելի կներեք, էլի, հարգելի գործընկերներ, էլի չեմ ընդհատում, բայց խնդրում եմ հետևեք ժամատախտակին։ Պարոն Չախոյան, ինչ վերաբերում է կենսաթոշակներին, այո, որակել ենք եւ որակելու ենք որպես ընտրակաշարք, արդեն ասեցի ինչու, որովհետեւ եթե բյուջեով դա նախատեսված չէր եւ ընտրություններից առաջ այդ հոդվածը առաջանում է, այն ոչ այլ ինչ է, քան ընտրակաշարք։ Դեմ գնահատական է, դուք կարող եք համաձայնվել, կարող եք չհամաձայնվել։ Ինչ վերաբերում է դպրոցները զուգահեռ անցկացնել կրկեսի շենքի հետ, կրկեսը կառուցվում էր մասնավոր ընկերության միջոցներով, դրա համար պարտք չէր վերցրել պետությունը եւ ոչ էլ երեխաները սպասում էին, որ դպրոց կամ մանկապարտեզ գնային, համեմատությունը չեմ համեմատելի չեն։ Դավիթ Ղազինյան։ Տիկին Մանուկյան, պատասխան